2018 թվականի հեղափոխությունից հետո թերևս ամենամեծ քննադատությունը մեր կառավարության եւ քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ մենք արդարության ակնկալիքը ունենալով որպես հիմնական օրակարգերից մեկը հեղափոխության դեռևս չենք կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար։ Այստեղ կա ճշմարտություն, բայց երբ որ մենք ուզում ենք հասկանալ խնդիրը, բախվում ենք առաջին հայացքից կարող է շատ պարզունակ մի հարցի։ Իսկ ինչ է արդարությունը եւ ինչ է արդարադատությունը։ Եւ պարզվում է, որ այս հարցի շուրջ միասնական ընկալում չկա, ընդ որում ոչ միայն համընդհանուր, այլ նաեւ որոշակի գաղափարաբանական եւ դիտանկյունային էական տարբերություններ կան ընդհանուր մասնագիտական խմբերի մեջ։ Օրինակ իրավաբանները արդարությունը մի բան են համարում, քաղաքական գործիչները մեկ այլ բան, տնտեսվարողները երրորդ բանը, քաղաքացիները չորրորդ բանը, ընդհանրապես արդարադատության հետ առնչվող կողմերը երկուսն են եւ սովորաբար մեկը պարտվում է, մյուսը հաղթում։ Ինչպես հասնել նրան, որ եւ պարտվողը եւ հաղթողը ընդունեն կամ ընդունելի համարեն կամ համաձայնվեն, որ տեղի ունեցած է արդարություն եւ արդարադատություն։ Այս հարցի հետազոտմամբ զբաղվելով ես հանգել եմ մի եզրակացության, որ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը process-ների եւ ինստիտուտների օրգանիկությունն է իշխանության աղբյուրի ժողովրդի հետ կապի իմաստով։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն եւ արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետեւ ես գործընկերներին ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական եւ արդարադատության եւ արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պիտի լուծենք առաջիկայում նոր սահմանադրություն ընդունելով, որովհետև Հայաստանում արդարադատությունը եւ արդարությունը կառավարվում է մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, իրենք չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ եւ նաեւ չունեն հաշվետվողականության բավարար մակարդակ եւ պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է։ Եվ այստեղ էլ մեր ֆունդամենտալ խնդիրը այն է, որ այն հենասյուներից մեկը, որը ապահովում է, պիտի լինի չափանիշ արդարության եւ արդարադատության, որովհետեւ հարցի հետևից գնալիս ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ օրենքներին։